Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթի հերթական թողարկումն է, որի ընթացքում ենք խոսում ենք գիտաֆանտաստիկ, ֆենթեզի գրքերից, կինոյից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչը կարող է հետաքրքրել գիքերին։ Այսօրվա մեր հյուրն է գիտական ֆանտաստիկայի եւ ֆենթեզի ժանրերում ստեղծագործող Լուսինե Շահնազարյանը։ Ես Լուսինեին շատ վաղուց գիտեմ, իր ստեղծագործություններին բավական լավ ծանոթ եմ, ավելի շատ ոչ թե մանկական գիտական ֆանտաստիկական ֆենթեզի ժանրի ստեղծագործությունն, այն ավելի, ոնց ասեմ, մեծական հասուն գիտական ֆանտաստիկային ու կամ ես ինքը ժանրի սիրահար եմ, շատ խորացած եմ այդ թեմայի մեջ, ինքս կարող եմ ասել, որ շատ տպավորված եմ ստեղծել, մանավանդ վերջինիս Բաբելոնյան գրադարանի թեմայով, բանը գիտության շաբաթվա մրցույթի ներկայացված պատմվածքը, որ նաև հաղթողների շարքում էր, լույս սենց հարց, գիտական ֆանտաստիկայի սիրահարները շատ են հիմա այս ժամանակներում խոսում, որ գիտական ֆանտաստիկան գրականության մեջ էլ նախկինը չի, այն իմաստով, որ նախկինում ինքը ավելի մեծ էր, ավելի մեծ երազանքներ ուներ, սենց ասած, ավելի նպատակասլաց էր, խոսում էր մարդկության լուսավոր ապագայի մասին, գալակտիկայի կոլոնիզացիայի մասին եւ այլն, իսկ հիմա ավելի վատատեսական է դարել, ավելի ինչ որ պոստապոկալիպտիկ վիճակներ, կիբերպանկ վիճակներ, պեսիմիստական, ցինիկ ավելի շատ։ Ու ասում են քչացել է գիտական ֆանտաստիկան, չնայած ես ինքս դրա հետ համաձայն չեմ։ Դու որպես ասենք ԱՄՆ-ում, որտեղ որ ասենց ասած գիտական ֆանտաստիկայի գրականության կենտրոններից մեկն է, ամենամեծ կենտրոնը երևի։ ԱՄՆ-ում ապրող մարդ, ով ծանոթ է այդ գրականության, ով ուսումնասիրում, ով հարցազրույցներ է անցկացնում հեղինակների հետ, ինչ կարծիք ես, ճիշտ է այդ տպավորությունը։ Մասնակի հաստատ ճիշտ է, որովհետև ոսկե դարը ու իր Beatles-ներով ոնց որ արդեն այդ տպավորիչ բանը ազդեցությունը չունի, հիմիկվա գրողը չի կարողանում այդքան ունենալ, ինչի նախ որովհետև տիեզերագնացական այդ բումը ստեղծեց, չէ, նաև ժանրը ինչ որտեղ սնեց, բայց մյուս կողմից հիմա ԱԲ-ի SAI-ի նոր ոնց որ բանա սկսում հազարամյակա սկսում կարելի ասել, որ ամբողջությամբ փոխելու է մարդկության ուղղությունը, որով մենք գնում ենք, այն չի լինելու։ Մի բան, որը գրողները գիտաֆանտաստիկ վաղուց արդեն ասել էին, որ կլինի, այդպես էլ կլինի։ Ինձ թվում է ինքը մի փոքր կփոխի այդ մոտեցումը։ Մյուս կողմից ես կարամ որակ քանակի մասին միգուցե խոսեմ, որտեղ հիմա շատ է արտադրվում ավելի շատ է արտադրվում նյութ եւ դրա մեջ հետեւաբար աղբը ավելի շատ է սպառողական պահը շատացել է նաեւ որովհետեւ չնայած գիտական ֆանտաստիկան ստեղծվել է որպես հենց դա մեր դուրի չի գալի որ տենց ասում են բայց փաստ է որ ինքը ստեղծվել է այդ ինչ որ pulp ժուրնալների ինչ որ մաս լինելով բավականին sense ինքներ ունեցել է սպառողական սկզբում բնույթ բայց հետո լրջացել է գիտությանն ավելի կծվել գիտությունն է իրան կծվել եւ այլն հիմա գրողի փորձառությունը համենայն դեպս Ամերիկայում այդ writers room-երը content-ին բովանդակություն ստեղծել, որ ասում են տեքստ եմ գրել, այդ տեքստ գրելու այդ պահը այնքան շատ է, որ բնականաբար որակական մեծ անկում չի կարա չլինի, դրան նաև նպաստում է մեդիան, TV-ն, Netflix-ները եւ այլն, որտեղ քանակը կարևոր գործոն է եւ գիտական ֆանտաստիկայի ռեպուտացիան ոնց որ իզուր չի որ ընկել է, որովհետեւ վերարտադրում են վերարտադրած բաները անընդհատ ոնց որ ծանվում են նույն թեմաները։ Այնպես որ ինչ որ մաս դրա երևի ճիշտ է, որովհետեւ քանակի հետ որակական անկում եղել է, բայց մարդկային միտքը ես չեմ կարծում որ տենց չնայած ես հակառակն եմ գրել այդ Արմենիկում, բայց այդ կարգի քարտեզագրված չի, մենք ուղեղի մասին այնքան բան չգիտենք ու ընդհանրապես մեր ԱԲ-ի հիմիկվա զարգացումների ուղղությունների մասին կարանք անընդհատ անverջ երազենք կամ պատկերացնենք, մտածենք, բայց մեկը կան լիքը տեղեր խորանալու որպես գրող կամ ստեղծագործող։ Իդեալներ կան, այսինքն, որտեղ մեկ ասենք միտք կանչում, որ էլ ջունա չի գրվում է, բայց այսինքն այդ մակարդակի ստեղծագործություններ չեն գրվում, այդ մի կողմից, բայց մյուս կողմից օրինակ
դու Արկադի Մարտինի հետ հարցազրույց էիր անցկացրել։ Ես չեմ կարա պնդեմ, որ ասենք Արկադի Մարտինի ստեղծագործությունները Դյունայի մակարդակին, բայց իրանք ահագին ձգտում են դեպի այդ մակարդակ ու եթե կոնկրետ ասենք այդ հեղինակը շարունակի ինքը լրիվ կարա ասենք հենց Դյունայի մակարդակի ստեղծագործություն է ստանը։ Այսինքն այդ քանակի մեջ որակը մեկը պետքա sense tenants առաջանա։ Հա, միգուցե sense թեմայից կարող շեղվող բան ասեմ, բայց քաղաքական մասերն էլ են հիմա ինձ թվում ուրիշ ձև, նախ գրաքննությունն է ուրիշ տեսքի։ Եթե տեսեք դες դու ասում ես ոնց որ առաջ ոնց որ ավելի դեպի վեր նայող մեր խորագիրը Արվգոնի հիշեցի դեպի վեր նայող ինչ որ բաներ էին չմոռանանք որ սովետական գրաքննությունը հենց sci-fi թույլատրելի սահմանները բավականին օպտիմիստական էր միայն ուզում պատկերացնել ինքը ոչ մի ապոկալիպտիկ բան չէր ուզում պատկերացնել իմպերիայի առումով աշխարհի տիեզերքի առումով այսինքն գրաքննությունը երբ որ նույնը երևի ԱՄՆ-ում ինչ որ չափով հաստատ եղել է միտումը, չնայած այնտեղ ավելի շուտ են սկսել վատ բաներ գրել ապագայի հնարավոր կողմերի մասին, բայց հիմա այդ գրաքննությունը որ չկա, շատ ավելի հետաքրքիր է իրականում երևի հետազոտել այն չարիքները, որոնք տեխնոլոգիան եւ գիտությունը լավ համակարգված չլինելու պարագայում, իսկ իրենք լավ համակարգված չեն հասցնի լինել այն արագությամբ, ոնց որ տեխնոլոգիան է զարգանում, որոնք կարող են լինել, որը հիմիկվա օրինակ ակտիվ դիսկուրսում կա չէ, հենց ԱԲ-ի, որ ասենք չկան regulationներ, բաներ, չկան որպես այդպեսին ու ինչի կարա դա բերի ընդհանրապես։ Ասում տեխնոլոգիաների զարգացումը ավելի արագ է տեղի ունենում, քան մեր բարոյական ադապտացիան կոնկրետ տեխնոլոգիաներին բարոյական ու մնացածի պիադապտացիան։ Մի կողմից դա, մյուս կողմից հենց զուտ օպերացիոն տեսանկյունից կամ ասենք policy making-ի տեսանկյունից չեն հասնում, ով պիտի դա անի, ասենք եթե մասնավոր սեկտորը ընդհանրապես ինչքանով է պետությունը կամ ինչքանով է ՄԱԿ-ը կամ չգիտեմ, այդպիսի հաստատություններ ինչքանով կարան ոտք դնեն դրա մեջ ու երկուսի կողմից էլ սպառնալիք զգացվում է, երբ որ կորպորացիա է եւ այս նեոֆեոդալիստական հասարակարգում կորպորացիան է այդքան բան կոնտրոլանում ու մյուս կողմից էլ, բայց այն կառույցները, որոնք պրինցիպի մեզ fail արդեն արել են, սկսած ՄԱԿ-ից, UN-ից եւ այլն, իրանց ձեռքում էլի այտենց զենք լինելու պարագայում դա ինչ է նշանակում մարդկության համար։ То есть հաստատ այն տեխնոլոգիական աճը հիմա որ տեղի ունենում ռեգուլյացիաների տեսանկյունից բավականին մեծ անդունդ կա ու դա հնարավոր չի դրանից չսկսել գրել post-apocalyptic սցենարների մասին։ Այսինքն թեմաները իրանք այս աշխարհում տեղի ունեցող այս թեմաները իրավիճակները իրանք են դրտում հեղինակներին ավելի վատատեսական։ Հա, կամ հիմա որ արգանդ ստեղծվեց արհեստական օրինակ, այսինքն հիմիկվա տեխնոլոգիաները արդեն որոնց մասին գրվել է վաղուց մի 50 տարի առաջ, հիմա իրանք կան, բայց հիմա արդեն իրանք դուռ են բացում էլի մի 50 տարի հետոյի մասին կամ 100 տարի հետոյի մասին մտածել։ Ուրիշ բան, որ սպառողականությունը ուղղորդում ամեն դեպքում թե ինչն է publish իտոգում ինչն է հրատարակվում, ինչն է հասնում Netflix ու այդ առումով օրինակ Martha Wells-ի հետ քննարկման մի մասը էր նույն հարցերը ես իրեն եմ տվել թե ինչ է ինքը կարծում ընդհանրապես գրահրատարակչական ոնց որ տենդենսների մասին կախված ԱԲ-ի զարգացման հետ եւ հետեւաբար մարդկանց կարդալու ունակության հետ, այս կարճ ուշադրության կոնտեքստի մասին եւ այլն ինքը վստահ էր, որ մարդը միշտ կարդալու է, չնայած այս հիմիկվա ոնց որ գնալով ավելի քիչ թվացող տենդենսներին, ամենաշատ գիրքը հիմա է արտադրվում, այսինքն սպառվում է մեկ այդ գրականությունը լավ չի, եւ սպառվում է նաեւ այդ բովանդակությունը մեդիաների, ֆիլմերի մնացածի շնորհիվ ու միշտ իմ անձնական օրինակ կարծիքն է որ մարդը հետք թողող կենթանի է ինքը ու ընդհանրապես ամեն ինչ որ ծնվում է ինքը ուզում է հետք թողի դա կլինի գենետիկ կոդի միջոցով թե գրականություն ստեղծելու արվեստ ստեղծելու միջոցով ու այստեղ հետաքրքիր է երևի այդ Ազիմովի այդ վերջին հարցը The Last Question պատմածքը չեմ կարդացել ես գրում եմ այդ պատմության համար այդտեղ ոնց որ մի քիչ այդ հետք թողնելու ու արդեն ԱԲ-ն գարանտ լինելու այդ հետքի պահպանման լավատեսություն ասեմ, թե միստիկան ասեմ, թե вообще աստվածաբանական ինչ-որ բաների հետ կապելու հետ ասեմ, այդ պահը ոնց որ մի քիչ հույս է ներշնչում ինձ ու Սեմ Ալթմանին, ով որ պաշտպանում է ոնց որ ԱԲ-ն ամեն գնով, միգուցե կարող է նաև լինի այդ ինքնապահպանման մեխանիզմը հենց ԱԲ-ի կոնտեքստում միլիոնավոր տարի հետո։
հետ թողնել է ոնց որ ձգտումն է էնտրոպիան թույլ չտալ որ մեծանա որ նույն Ազիմովի ստեղծագործության մեջ են որ վերջում արդեն էնտրոպիան հասնում է առավելագույնին ու սկսում է նոր պատմություն լավ ԱԲ-ն հա ինքը ունի դրական կողմեր անկասկած բայց նաև հենց կոնկրետ գրականության համար ինքը կարա վտանգավոր լինի այն առումով որ ես կարամ ասենք հիմա ChatGPT-ին ասեմ մի հատ հետաքրքիր գիտաֆանտաստիկ պատմված գրի, չգիտեմ, այս ինչ սեթինգում ու ինքը գրի դա։ Ու տենց էլ ինձ թվում է կլինի։ Ու շատ գրքեր մենք կկարդանք եւ շատ պատմվածքներ կկարդանք, որոնք արդեն հիմա օրինակ ես համենայն դեպս կարողանում եմ ջոկեմ տարբերությունը AI-ի գրած տեքստի հիմնականում կարողա չգիտեմ էլ օրինակ մեկ-մեկ կարողա կարդում եմ ինձ թվում է ես հասկացել եմ սա մարդ է անցկացրել հիշում եմ։ Հա, այն որ նոր էր, չէ՞։ Ես նաև չեմ բացառում, տենց մի հատ պատմվածք է սկսել, բայց կիսա թողեցի, որտեղ Նոբելյան մրցանակաբաշխության բանա սփիչը, ու սփիչի ամենավերջում բանա confession ասում է, մի խոսքով գրողը ասում է ես այս ոչ մի սա գրած էր ԱԲ-ի կողմից ու вообще ես ռոբոտ եմ։ Ուզում եմ ասեմ, ես դա չեմ բացառում, ոչ միայն չեմ բացառում, այլ իսկը տենց բան կլինի ինչ որ մի պերիոդ, որ նույնիսկ գրականագետները եւ ամբողջ գրականագիտական համայնքը ինքը չի կարողանա տարբերել մարդու ստեղծածը, չնայած հիմա դա թվում է անհավանական, որտեղ մենք հիմիկվա օրով նայում ենք ԱԲ-ի ստեղծածին ու մարդու, ասում ենք չէ, ես սաղ ջոկել եմ։ Իհարկե, որտեղ լրիվ նորածին է այդ ամեն ինչը, չեմ բացառում, որ դա կլինի, հա։ Մյուս կողմից որ նայենք, ասենք ես ԱԲ-ով, երբ որ ԱԲ-ի հետ ինչ-որ խորը փիլիսոփայական քննարկումների մեջ եմ։ Դու էլ ես անում, բոլորին տարել է դա։ Ինքը կարող է ինչ-որ մի հատ իր մոտ ես հասկանում եմ, որ իր մոտ ինքը ստոխաստիկ համակարգ է, ինքը զուտ փորձում է գուշակի թե հաջորդը ինչ ճիշտ բառ կարելի է դնել կամ ինչ ճիշտ տալ, ինքը չի մտածում եւ այլն։ Բայց հենց այդ ստոխաստիկ համակարգը պահի տակ կարող քեզ այնպես մի հատ հետաքրքիր իդեա տա, որ դու արդեն որպես մարդ այդ կորիզ այդ սերմը վերցնես այդ իդեայի ու իրան վերածես ինչ որ մի հատ պատմության։ Այդ լավ կողմն է։ Վատ կողմը, չգիտեմ, վատա թե լավ չի, վատ կողմը այնա, որ ասենք հենց դա դու չես կարա վստահ լինես, որ այս ստեղծագործությունը ապագայի մասն է խոսքը, այս ստեղծագործությունը գել ասենք Պիտեր Վոտսը, ոչ թե ասենք ChatGPT-ին։ Ոստեղ հարց առաջանում, եթե դու չես կարա տարբերակես, հարցը AI-ն է, որ դու չես կարա տարբերակես, ուզում ասեմ, եթե դու արդեն չես կարողանում ջոկել մարդն է այդ ստեղծել, թե AI-ն է ստեղծել, մարդկային ստեղծագործ մտքի սահմանների մասին ավելի շատ կարող է պետք մտածել։ Հա, կարող ինքը ընդլայնվում է, կարող է ես մի հատ հետաքրքիր բան էի կարդացել մի անգամ, որ դե մեր ուղեղի այդ մտածող հատվածը նեոկորտեքսն է, չէ՞, նոր կեղևը։ Կարող է տեխնոլոգիաներն էլ մի հատ նոր տեխնոլոգիական կեղև է, մեր ոչ միայն ինքն է մեզ ադապտելնում, հաստատ կարող է մեր միտքն էլ դրան փորձի ինչ որ ոնց որ հիմա ասենք կան ինչ որ տենդենսներ դեպի ավելի կոլեկտիվ բանականություն մարդկանց մեջ դա շփումը շատացել է մենք անդադ իրար հետ շփման մեջ ենք մի միտքը տարբեր գլուխներ վերլուծում են նույն ձև էլ կարող ասենք կարանք համարենք պայմանական կամ ոչ այդքան պայմանական որ տեխնոլոգիաներն մեր ուղեղի նոր շերտն է, նոր շարունակությունն է։ Հետո պետք չի բացառել, ոչ թե էլի իմ պատկերացմամբ ոչ թե պետք չի բացառել, այլ հաստատ կլինի ինչ որ մի պերիոդ, երբ որ կսինթեզվենք մենք։ Այսինքն հենց մեր black box-ը ուղեղը ու ինքը, որ էլի մեջից կարելի ասել այդ սև արկղը, որ մի բան մտավ, մենք всё-таки չենք հասկանում ոնց դուրս եկավ, հա ինչ որ պատկերացում ունենք, այդ երկուսի համակցությունը արդեն հետաքրքիր է вообще ինչ կլինի, էլի կարելի է միայն կռահել, բայց էլի հետաքրքիր նյութ է էլի մտածելու համար։ Հա, այսինքն գիտական ֆանտաստիկան միշտ ունի այդ թեման, որով ինքը կարա զարգանա։ Իսկ մեր ցավերի մասին խոսենք, հայալեզու գիտական ֆանտաստիկա։ Դու հետաքրքիր միտք ասացիր, որ գիտական ֆանտաստիկան հայալեզու կամ ֆենտեզին հայալեզու կարա լինի այն մեր միակ հնարավորությունը մեր գրականությունը ինչ որ ձև արտահանել, իշկանել, դա տխուր կարա հնչի, չէ՞, որովհետև մեր ոնց որ շատ տեղային է, դժվար է իրան արտահանել։ Ես մտածում եմ, որ մենք հիմիկվա ժամանակակից հայ գրականության մեջ ես ինքս ցավով եմ ասում, որ ես
հայտնագործել եմ իմ համար հայ ժամանակակից գրականությունը պատերազմից հետո, երբ որ սկսեցի ինքս իմաստներ փրտնել մեր լեզվի մեջ, մեր հիմիկվա ստեղծած մտքերի մեջ ու ինձ ուղղակի շատ հուզել էր, հետաքրքրել էր այն հրաշալի գործերը, որ ես տեսնում էի, որից ինքս տեղյակ չէի ընդհանրապես, այսինքն ես որպես կարդացող մարդ, ով սպառել է գրականություն, կարդացել է հիմնականում անգլերենով, ռուսերենով ու արտգրակ, բացի հայ կլասիկներից էլի, ես երբեք հայացքս չեմ դարձրել հայ ժամանակակից գրականությանը։ Իմ համար մեծ բացահայտում էր, հրաշալի գործեր գրվում են ու գրվել են վերջին մի քանի տասնամյակի ընթացքում։ Ու հատուկ են գրողներ կա, որ ես կարծում եմ իրանք ընդհանրապես աշխարհի մակարդակով իրանք մեծ գրողներ են, բայց այստեղ էլի սպառողականության, շուկայի կանոնների հարցեր կան, այսինքն արտահանելը հիմա դժվար է ու շատ ավելի միգուցե, որովհետև օրինակ ես գնում եմ գրական թեմայից շեղվում էլի, գրական կոնվենցիաների հաճախ եմ գնում, ինձ հետաքրքիր է այդ ընդհանրապես ոչ միայն գրողների հետ շփվել, այլ հենց իզդательների, հրատարակիչների հետ շփվել, ագենտների հետ շփվել, ստրուկտուրան հասկանալու вообще ինչա տեղ ունեմ Ամերիկայում ու շատ հաճախ, ավելի հաճախ քան ինձ ոնց որ հաճելի է, ես գալիս եմ այն մտքին, այն դիսկուրսին, որ ասում են, որ իհարկե գրողը պետք է Twitter ունենա մեծ cloud-ով, ինքը իր հետևորդներով պիտի գա, որպեսզի ինքը մրցունակ լինի, որ մենք իր գործը ընտրենք։ Այսինքն գրողը ինքը իր շուկայով, կոպիտ ասած, պիտի գնա հրատարակչի մոտ, հրատարակչի գործը այդտեղ մի քիչ անհասկանալի արդեն ինքը պատրաստի շուկան, պատրաստի գործը վերցնում է, հա մի երկու բան, օքեյ, սրբակրում, խմբագրում է աբլոշկան անում է ու պատրաստի շուկայի է ծախում։ Մի կողմից հասկանալի է որպես բիզնես, բայց այստեղ նույն կոնտրաբանը հակասական հարցն է գրաքննության բացակայության պարագայում, երբ որ շուկան է թելադրում, իսկ շուկան թելադրելու է քանակ, մենք ունենք այն իրականությունը, որ հայ գրողները կոնկրետ կամ լյուբոյ նիշ գրողներ, որոնք իրականում ստեղծում են հրաշալի գրականություն, շանս չունեն, որտեղ իրանք չունեն cloud։ Դրա համար արտահանելը այդքան իրականում դժվար է։ Կարա միակ այն դեպքը լինի, երբ որ ասենք մեծահարուստները կամ հայ դրսի ինչ որ բան խմբավորեն հասկանան, որ պետք է всё-таки դա անել։ Բայց ինչի մասն ենք խոսում։ Ինչի է կարծում։ Մենք կարանք գիտական ֆանտաստիկան ու ֆենտեզին արտահանել։ Հիմա սա մի կողմ, այսինքն ոչ թե մենք չունենք լավ գրականություն, դա բաց ունենք, այլ այդ պահը կա սպառողականության տեսանկյունից ինձ թվում է շատ ավելի հետաքրքիր է դրսի հրատարակչին այդ պարագայում ինդի ինչ որ հրատարակչին կամ ինդի ինչ որ նիշ sci-fi-ով հետաքրքրող հրատարակիչներին հետաքրքիր է դրսի օրիգինալ մտքեր, իսկ մենք ունենք մեծ ներուժ այդ առումով, որովհետև մեր համ ֆոլկլորը շատ խորացած քաղաքային կամ ոչ եւ մեր թեկուզ մեր իրականությունների ինչ որ абսուրդը եւ իր ինտերպրետացիաները ավելի միստիկ, ֆանտաստիկ կամ գիտաֆանտաստիկ կոնտեքստներում իրանք շատ ավելի հետաքրքիր կարող է լինեն ոչ թե կարող են չգիտեմ ինչի վստահ են որ կլինեն։ Ես օրինակ վստահ եմ Արմենիկումը կարդալուց հետո քո։ Հա։ Մերսի շատ, բայց ես նույնը տեսնում եմ նույնիսկ ոչ sci-fi գրողների պարագայում, օրինակ մենք ունենք Աննա Դավթյան կամ Կարեն Անտաշյան, ես իրանց գործերը ընդհանրապես sci-fi-ոտ չեն, բայց ես կարամ պատկերացնեմ, որ իրանց ստեղծած աշխարհները կարան թարգմանելի լինեն իրանց համար, դրսի համար հասանելի լինեն, եթե գոնե գիտաֆանտաստիկայի ոնց որ սֆերայում լինեն, ինչի, որովհետև տարածքը ու ժամանակը ոնց որ չեն սահմանափակի այդ մարդկանց, ինքը կլինի sense ավելի ընդհանուր տարածաժամանակային իրականության մեջ, որտեղ alien-ը, այսինքն օտարությունը, բառից բուն իմաստով արդեն այլմոլորակային օտարության մասին կարա լինի։ Ու շատ չգիտեմ, ինձ թվում է կարող է այդ ուղղությամբ մենք կարողանանք ինչ որ հետաքրքիր բաներ ստեղծել, էլի։ Այդ նույն Արկադի Մարտինի առաջի գրքում հենց այդ այլմոլորակային օտարությունը երկու մարդկային քաղաքակրթությունների միջև այդ շատ լավ էր արտահայտված, մենք էլ այսինքն Հայաստանում հնարավոր է գիտական ֆանտաստիկա, որովհետև կարծիքներ են հնչում, որ գիտաֆանտաստիկ գրականությունը կարա լինի հասարակության մեջ այն դեպքում, երբ որ պետությունը ինչ որ մեծ պրոյեկտներ անում տիեզերական, չգիտեմ, ինչ ատոմային էներգետիկայի եւ այլն։ Միգուցե առաջ, բայց հիմա աշխարհը ոնց որ այնքան կապված է, մենք հենց նույն ԱԲ-ից օգտվում ենք, նույն ձևը ոնց որ ամերիկացին է օգտվում, ասենք ինչ տարբերություն։ Մենք մի տեսակ մասնակից ենք բոլորս, համենայն դեպս Հայաստանում, եթե երրորդ
աշխարհի երկիր չի, որտեղ նույնիսկ ինտերնետ չկա, ուզում եմ ասել, այդ մեզ ոչինչ չի խանգարում ինչ որ ձև մասնակից զգալ եւ լինել բոլոր առաջընթացներին։ Այդ շատ լավ միտք ասեցիր։ Ինչ տարբերություն Երևանում նստած նայում է ինչ որ մեկը մասկի ելույթով ասում է հեսա Մարսը կոլոնիզացնում ենք ու օրինումա պատմություն։ Դա առաջ էր, հա, որ մերը չէր։ Մարսի Օլիմպոս լեռան վրա ինչ որ հայկական քաղաքի մասին օրինակի համար։ Հա, առաջ էր, երբ որ պետությունները իրանց մեջ էին էփվում, այդքան ինչ որ սովետի մարդ այդքան տեղյակ չէր Ամերիկայի նախագծերից եւ այլն։ Լավ, մենք հիմնական շատերը շատ խոսում են գիտական ֆանտաստիկայի կամ ֆենտեզի մասին, խոսում ենք մեծահասակներին վերաբերող ստեղծագործությունների մասին, բայց մոռանում ենք, որ մարդկանց սերը հենց այդ ժանրերի նկատմամբ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ որ ես ասենք կարդում էի Արտուր Կոնան Դոյլ, կարդում էի այլ մանկապատանեկան գիտական ֆանտաստիկայի ֆենտեզի ստեղծագործություններ, Ժյուլ Վերն եւ այլն, չնայած Հերբերտ Ուելսը այդքան է մանկապատանեկան չի, բայց էլի կա։ Մենք այդ մասին քիչ ենք խոսում։ Երեխաների ու պատանների համար նախատեսված գիտական ֆանտաստիկայի ու ֆենտեզիի մասին, օրինակ, սա երկրորդ գիրքն է, չէ՞, Ճապիճուկները։ Ինքը ունի ֆենտեզի էլեմենտներ, ինքը նախատեսված է հենց որ տարիքի երեխեքի համար։ Երևի կարելի ասել 7-ից սկսած մինչև 15, մինչև դեռահաս տարիք։ Շատ կարևոր է հենց երեխաների համար ստեղծվող գիտական ֆանտաստիկան ու ֆենտեզին։ Աշխարհում ոնց է հիմա այդ իրավիճակը, ու մի քիչ մեր մասին խոսանք այդ թեմայով։ Աշխարհում շատ արտադրվում գիտական ֆանտաստիկա եւ ֆենտեզի հենց երեխեքի համար, այդ այն սպառողական շուկան է, որ երևի ամենաշատն է միգուցե արտադրում։ Իմ աղջիկը 12 տարեկան է, ինքը փոքր ժամանակվանից կարդում է ժամանակակից ոնց որ ֆենտեզի sci-fi-յոտ բաներ, երբեմն ավելի շատ ֆենտեզի, որտեվ հեքիաթասացության մեջ ոնց որ ֆենտեզին մի քիչ ավելի մոտիկ է ու տարիքի հետ այդ կարա նաև ունենա sci-fi էլեմենտներ։ Ինձ, եթե անկեղծ ասեմ, որակը դրա առանձնապես շատ չի տպավորում, հա, այսինքն մի կողմից ես իրան չեմ կանխում, ուզում եմ քաջալերեմ, որ իր ընտրած գրքեր նաև կարդա, բայց մյուս կողմից հաստատ այդ իր ժամանակից տանում է, որ ինքը ավելի որակյալ իմ սիրած կլասիկներին կարդա ու իմ սիրած մեր սիրած ասենք գործերը Վլաստիլին կալեցից սկսած վերջա Դյունը, թեկուզ եւ այլն, այդ կինոները որ կան, իրանք համը հանում են։ Հա, որտեղ այսինքն իրանք շատ լավ, Վլաստիլին կոնկրետ մատայինների տիրակալը շատ լավ է ֆիլմը, բայց եթե արդեն երեխան տեսել է կինոն, պետք է պահել, օրինակ Դյունան հիմա չեմ թողում ինքը նայի կամ տենց կինոներ կան, որ չեմ թողում, որ մի հատ հասնի գիրքը կարդա նոր, թե չէ որ նայեց էլ չի կարդա այդ գիրքը։ Ամեն դեպքում կան ինչ որ տենդենսներ, բաներ, որ Ամերիկայում կոնկրետ դպրոցական լեվելի վրա որոշվում է, որ այս գրքերը պետքա կարդան ու դրանցից շատերը լինում են կամ սոցիալական թեմաներով teenage կամ pre-teen դեռահաս եւ միշտ տարիքի գրականություն կամ հենց ֆենտեզի ու ֆանտաստիկա, то есть իրանց դիետայի մեջ կա անպայման ինչ որ չափով ֆանտաստիկան էլ։ Մեր ոնց որ առօրյայի մեջ կամ մեր սպառած գրականության մեջ այդքան շատ չի նո հայկական գրականության հայալեզու գրված, դա էլ նրանից է, որովհետև մենք շատ չենք գրում այդ ժանրում, մի քիչ թիթիզան լուրջ ժանր է, որովհետև մենք ունենք մեր շատ ավելի լուրջ խնդիրները, ինչ որտեղ ես դա հասկանում եմ նաև, որովհետև մեր իրականություն մի քիչ երբեմն մեր իսկ ստեղծած իմ ընկերների կողմից եւ իմ թեկու ստեղծած գրականությունը ես ինքս տեսնում եմ որ մի քիչ artificial mass ունի, այսինքն հայկականության մեջ կարող է այդքան չինտեգրվի ու ես ինքս իմ համար այդ հարցին պատասխանել եմ ինչի եմ ես դա զգում, то есть ես երկար մտածել եմ ոնց անես որ համ գրես, բայց համ ինքը այդքան ասենց սխալ ոնց որ անփույթ կամ անսամթ չհնչի, ես ջոկել եմ որ երբ որ շատ արվում import, то есть ներկրումը երբ որ շատ արվում, այդ ժամանակ ինքը համը հանում է, ոնց որ այդ գործը չի ուտվում։ Երբ որ հակառակն է արվում, այսինքն երբ որ դու ոնց որ փորձես հակառակը էքսպորտ անես, դու քոնը, հա, այդ ժամանակ ինքը ավելի, չգիտեմ, ճիշտ եմ արտահայտվում, բայց այդ ժամանակ ինքը շատ ավելի հետաքրքիր գործ է դառնում դու իսկականից, սենց մտնում ես մեջը, հասկանում ես, դաժե եթե հայ չլնեիր, դու կհասկանայիր այդ ինչ էր, ասածը ինչ էր։ Նույն խնդիրը կա նաև կոմիքսների ժանրում, երբ որ ասենք
որ հայ սուպերհերոսի մասին կոմիքս է գրվում, մարդիկ մեծ ցանկություն ունեն դա անելու, ունենալու, բայց եթե ինքը դրսից, ասենք, չգիտեմ, Marvel-ի կամ DC կոմիքսների հերոսների ձևով է բերվում, այդ մշակութային շերտից ոնց որ ոգեշնչվելը մի կողմ, այդ մշակութային շերտի մի քիչ պատճենելով, մի քիչ փորձելով տեղայնացնել, այդ արդեն ճիշտ ես ասում, մի քիչ զգացում է, որ ինքը արհեստական իմպորտնի բան է, էլի, ինչ-որ։ Հա, իմպորտնի ապրանք։ Վարիոնկաս։ Այդպես ինչ-որ բան։ Իսկ երբ որ դու հենց ներսից հանես դա, քո եղածից վերցնես ու փորձես անել։ Ու փորձեր կան, ու ոչ մանկապատանեկան, թեկուզ ասենք, չգիտեմ, Հովյան Հայկի գրքերը, որ ինքը փորձում է հայկական դիցաբանության վրա հիմնվի, փորձի հենց ներսի Իվանովանի եւ այլն, այսինքն պետք է մենք ավելի շատ հանենք, ցույց տանք, քան մի քիչ այնպես չի էլի, որ ասենք, չգիտեմ, օտարամոլություն, ես դες բանը չեմ սիրում, օտարամոլություն, ուղղակի ուրիշ մշակույթը, երբ որ դու փորձում ես տեղայնացնես, պետք է այդ քո բերած ուրիշ մշակույթը ավելի շատ չգերակշռի քո նկատմամբ, որ արդյունքում դառնա ոչ թե տեղայնացում, այլ ուղղակի զուտ պատճենում։ Հա, տուրիստական ինչ որ բան է դառնում, էլի։ Դա էլ եմ հասկանում, ոնց որ ներում եմ մեզ այդ առումով, որովհետև այդ մասն է կա, որ գնում ես ճամփորդում ես, գալիս ես ասում ես սենց բանկա, չէ՞, ծնողների փոքր ժամանակ որ սենց բույնը թողում ես, գնում ես, գալիս ես ասում ես այս է, բայց երբ որ հասունանում ես, հակառակն ես ուզում ես, ինչ որտեղ հակառակն ես ուզում անել, հենց այդ հետք թողելու մասին է երևի խոսքը, որ քո հետքը հասկանում ես, որ սյոտիկի քո հետքը քո բնորանին բնորոշ թեմաներն են ու այդ հետքն է ու այդ առումով էլի մեր ֆոլկլորը, մեր ընդհանրապես մեր կեցության ձևը բավականին օտար ձևով կարելի է ներկայացնել նենց, որ ինքը ինչ որ քաղաքակրթության, հնարավոր քաղաքակրթության ձև լինի, ու այդ պատմությունները թե սոցիալական խնդիրներ բարձրացնելով միայն հենց գիտական ֆանտաստիկայի ժանրում, բայց սոցիալական խնդիրներ, հետպատերազմյան տրավմաներ, թե բժշկության մեջ այդ նորարարությունները, այդ ամեն ինչը տեղավորվում է մի տեսակ մերինի մեջ, եթե ինքը կարողանանք, ես ինքս չեմ ջոկել ոնց, բայց զգում եմ, որ հնարավոր է տենց արտահանել ավելի շատ, քան թե ներկրել։ Օրինակ նորից վերադառնանք Արմենիկումին, այնտեղ մեր Հայաստանի 90-ականներն էր, առաջի 90-ականների առաջի կես, ինքը շատ ունիկալ ժամանակաշրջան է, շատ ունիկալ իր մշակութային հասարակական, սոցիալական առանձնահատկությունով ու դու հենց դրա վրա ես շեշտը դրել։ Ինքը զգացում էր, որ մերն է։ Այսինքն դա հնարավոր է, մենք լիքը ունենք ասելու աշխարհին, լիքը ունենք պատմելու մեր մասին, լիքը կարող ենք ներկայացնել եւ այլն։ Օրինակ հիմա գոյություն ունեն աֆրիկական գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ, գոյություն է չինական գիտաֆանտաստիկ նոր ծնվող, որ այն ժամանակ արգելված էր, հիմա նոր սկսել է ծնվել լյուցիսինի ստեղծագործություն, որոնք ունիկալ են հենց նրանով, որ իրանք հենց իրանց այդ օտար տարն են պարունակում, որ արևմուտքում բնակվող մարդը ԱՄՆ-ում կամ Եվրոպայում բնակվող մարդը կարդա, ինքը հասկանում, որ ինքը ուրիշ քաղաքակրթության մասին է կարդում։ Հետո պետք է այդ կոնտեքստում արձանագրել, որ միջին ամերիկացուն կամ չգիտեմ Չինաստանից դուրս միջին մարդուն կարող է այդքան հետաքրքիր չլինի Չինաստանի օրակարգը, եթե այդ օրակարգը առօրյա օրակարգն է, այսինքն առօրյա ասելով ուրիշ ժանրերում է բացի գիտաֆանտաստիկից, հենց ինքը մտնում է գիտաֆանտաստիկի մեջ, ինքը համամարտկային է դառնում մի տեսակ, տենց էֆեկտ կա, ու դրա պատճառով էս բումը, հենց թեկուզ չինական sci-fi-ի արևելյան вообще sci-fi-ի հասկացության կարող է դրանից է նաև, որովհետև էլի այդ օտարության պահը մտավ, որտեվ իրանց ու ձեռի հետ իրանց մասին ինչ ասած չսովորեցինք, ասենք, չէ, այդ three body problem-ի մեջ այդ annotation-ները այնքան շատ էին, ես չինական մշակույթի պատմության մասին ինչ ասած չսովորեցի, ու հաստատ ես ընդհանրապես տենց օրակարգ չեմ հետապնդում հայկական sci-fi-ը հասանելի դարձնել որպես այդպիսին, ես ուղղակի տեսնում եմ, որ հաստատ կա տենց կարիք մարդկանց մոտ օրիգինալ պատմություններ կարդալու, օրիգինալն էլ գալիս է ուրիշ տեղ, ուրիշ թեկուզ մեր հասարակարգի
ուրիշ ձևով մտածելու հնարավորություն է, որը համահարթ մշակույթում ամերիկյան կամ թեկուզ ընդհանրապես աշխարհի գրվածքով կարող է այդքան լսելի դեռ չի եղել։ Այդ առումով հետաքրքիր է գրել sci-fi հայերենով։ Լսելու մասին, քան որ լսել բառը ասեցի, նորից Արկադի Մարտինը հիշվեց, ինքը ամերիկացի գրող է, շատ տաղանդավոր ու մարդը կոնկրետ հայերի մասին է գրել, ու իր պատմության զգալի մշակութային մասը հենց հայերն են, լսել կայանը, իր իզոլացիան, Անի Բագրատունիների թագավորության, դու իր հետ ինտերվյու ես արել, ինքն էլ հայագետ է, Հայրա հետազոտական աշխատանքներից շատեր ինքը հայերեն լեզուն է լավ տիրապետում, Ուպսալայում բանալու հայերեն է սովորացրել ընդեղի բանաուսանողներին ու Հայաստանի վրա, Բյուզանդիայի վրա ընդհանրապես սևեռվածություն ունի, բայց Հայաստանի ու հայկական պատմության որպես հայոց պատմության կներեք, որպես իմպերիայի կողքը բուսնող կամ գոյատևող փոքրիկ ինչ որ պետականություն փորձել պաշտպանող այ հենց այդ է հետաքրքիր լրիվ օտար մշակույթի գրող մարդը մեր մշակույթի մասին գրում է ու մեր մշակույթի իդեպ նշեմ մեր հերոստատողներին որ իր այդ երկու գրքերը երկուսն է ստացել են Հյուգո մրցանակ իսկ Հյուգոն ինքը գիտական ֆանտաստիկայում բարձրագույն գրական մրցանակ է ոնց որ Պուլիցերյան մրցանակը լինի երկրորդը նաև լոկուստ է տարել, չէ՞։ Հա, եթե չեմ սխալվում, հա։ Այսինքն արժեքավոր ստեղծագործությունները մեր մասին նաև։ Հիմա մենք էլ ունենք շանս նաև մենք որպես գրական հարուստ ժառանգություն ունեցող ժողովուրդ մեր մասին նաև գիտական ֆանտաստիկայում ու ֆենտեզիում հայտարարելու վերջում մի քիչ խոսենք այն մարդկանց մասին, որոնց թվին նաև դες պատկանում, ովքեր փորձում են դա անեն Հայաստանում սպեկուլյատիվ գրականությունը զարգացնելով, այսի հատուկ ֆրոնզի համար էլի։ Արմկոնի աշխատանքը, որ ինքը փորձում է միավորի մրցույթների միջոցով, տարբեր միջոցառումների միջոցով, վարպետաց դասերի, փորձում է միավորի այդ ժանրերում ստեղծագործող մարդկանց կամ գտնի հետո միավորի։ Ինչ տպավորություն է քո մոտ որպես նաև ներսից դա տեսնող մարդ։ Իմ կարծիքով նախաձեռնությունը հրաշալի նախաձեռնություն է, միջավայրը հրաշալի միջավայր է, բացառիկ գրականագիտական միջավայրների համար եւ Հայաստանում եւ դրսում միշտ գիտական ֆանտաստիկայի ու ֆենտեզի մասան տարբերվում է դրանով, որովհետեւ շատ իրար համար հոգ տանող մասա է, միևնույն ժամանակ շատ անկեղծ մասա է, այսինքն հանգիստ կարողանում են իրար քլնգել, հանգիստ կարողանում են իրար հետադարձ կապի միջոցով ասել այն ինչ որ իրանց դուր է գալ, ինչ որ դուր չի գալիս եւ պահել են սահմանները, որ երբեք անձնական չի լինում այդ գրաքննությունը գուցե։ Այդ առումով շատ ողջունելի է այն մինի մշակույթը, որին դու ես նպաստում, Ֆրունզնա նպաստում եւ ընդհանրապես բոլոր մասնակիցներին մեծ շնորհակալություն, որովհետեւ շատ լավ է որ ինքը կա։ Մյուս կողմից բոլորս գիտակցում ենք, որ այն նյութը, որը մենք փորձում ենք ստեղծել, Արմկոնի շրջանակներում թե դրանից դուրս ինքը բավականին սիրողական բնույթ ունի։ Մենք դա լրիվ գիտակցում ենք ու ինչ որտեղ կարող է ուզում ենք, որ գրականագետները արդեն կայացած գրողները, ովքեր լեզվի հետ ուրիշ հարաբերություններ ունեն արդեն եւ բավականին հրաշալի գրում են, միգուցե ուզում ենք իրանց մի քիչ բզբզենք, որ իրանք հետաքրքրվեն։ Ես Facebook-ում բարբերաբար բզբզում եմ։ Հա, ճիշտ ես անում, որ իրանց էլ միգուցե ինչ որտեղ հետաքրքրեն ժանրով, որովհետեւ այն անտարբերությունը, в принципе, որ կա ժանրի նկատմամբ, մի քիչ արդարացված իմ տեսանկյունից չի, ինչի, որովհետեւ ես օրինակ անձամբ չեմ համարում ինձ sci-fi-ի սիրահար, այլ համարում եմ ինձ ոնց որ sci-fi չբացառող այդ գրական դիետան, որ ասում եմ, դրա մեջ ինքը մտնող երևույթ, ոնց կարելի է ինչ որ մի հատ ամբողջ ժանր ասել սենցա կամ նենցա, հետաքրքիր է էլ ինքը որպես այդպեսին։ Ես որ ինչ որ պատմված փորձում եմ գրեմ, չի ստացվում, ներվայնանում եմ, Facebook-ում մտնում եմ, գրում եմ հայ գրողները չեն ուզում մի հատ գիտաֆանտաստիկ կամ ֆենտեզի։ Ես վստահ եմ, ես շատերին եմ այդտեղ կարդում, վստահ եմ, որ մեր գրողների ես կարդալիս զգում եմ, որ իրանք կարան գրեն շատ լավ։
գործեր, հենց իրանց լեզվով, հենց շատ լավ ձև, ոնց ասեմ, իրենց հարաբերությունները ուրիշ են, մենք այդտեղ չենք։ Եվ տեսնում եմ այդ պոտենցիալը, որ հնարավոր է, բայց դա իրանց գործն է իրականում, կարծում եմ, որ Armcon-ի դերը նաև այնա, որ թեկուզ եւ մենք sense դանդաղ քայլերով կամ սովորելով կամ իրար ինչ որ feedback տալով փորձում ենք ինչ որ բաներ գրել, դա ժամանակի հետ կարող է ինչ որ հետաքրքիր նյութեր ստեղծի, թեկուզ նոր սերունդը, ասենք, միանա դրան ու ինչ որ բաներ ստեղծան, ինչի՞ չէ, այո։ Ու մի կարծիք էլ ասեմ, շատ էս պահը չձգձգեմ, բայց իմ մոտ կա տես տպավորություն, որ հաճախ եթե ինչ որ գործ այդքան է լավ գրած չի, այ ինքը չպետքա տպվեր, այ ինքը չպետքա այսպես, ես կայացած գրողներից եմ դա լսել, որ ինքը ոնց որ տպավորությունն է, որ տարածք է զբաղացնում, որը կարար ուրիշ բան լիներ, բայց չկա։ Այ հենց լինի, մենք դրա մասին նոր խոսենք, չկա այդ տարածքը բաց է։ Ու կարելի է այդ տարածքի հետ խաղալ ուղղակի, մի քիչ թեթև տանել ու խաղալ, ինչքան այդ թեթևությունը լինի, միևնույն ժամանակ լրջությունը հետազոտական աշխատանքի, որը օրինակ Արկադի Մարտինը ինքը այդ ամբողջ իր գործի մեջքի հետևում կանգնած է հետազոտական իր աշխատանքը, այդ թեթևությունն է օգնում, որ դու քեզ թույլ տաս իրականում լավ էլ հետազոտես, խորանաս ու միգուցե ինչ որ մի օր ինչ որ հետաքրքիր բան գրես։ Նաև հաշվի առնենք, որ ասենք մեծ ավանդույթներ ունեցող գիտաֆանտաստիկ ավանդույթներ ունեցող երկրներում երբ որ ինքը սկսել է ձևավորվել, այդ ամսագրում բանն այնպես չի որ բոլորը ինչ որ մեծ ստեղծակ։ Ես Ֆիլիպ Դիկի վաղ շրջանի գրքերը որ կարդում եմ, ոնց որ փոքր երեխա գրած լինել, որ այսինքն նենց չէ, որ բոլորը sense միանգամից։ Այդ շատ լավ է հիշեցնել գրողներին, բոլորին։ Ու նաև ռեժիսորներին, կինոյի մարդկանց էլ, որ ասենք Ռիդլի Սկոթի կամ մեր սիրած մարդկանց հին գործերը կամ ինչ որ գործեր նայում ես, ոչին Ռիդլի Սկոթի մի հատ օրինակ կինո ուներ, ես միշտ այդ կինոն հիշում եմ, որ Խավիեր Բարդեմն է խաղում ու Քեմերոն Դիազը ինչ որ ախմախ կինո է, ու բայց ինքը ինչ ֆիլմեր է ստեղծել, այսինքն այդ ստեղծագործական ազատությունը նաև սխալվելու ու վատ գրելու, հենց վատ գրելու ստեղծագործական ազատությունը ինձ պետքա թողել, թույլ տալ։ Երևի ես նոտայի վրա եզրափակենք, շատ հետաքրքիր զրույց էր, ապրես որ եկար։ Մերսի շատ։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։